Էդուարդ Սպերցյանը շարունակում է գրավել կրասնոդարցի երկրպագուների սրտերը եւ մրցակիցների դարպասները, իր հարազատ ակումբին առաջնորդելով դեպի բաղձալի չեմպիոնություն։ Սուպերրեդոն հաղթանակ է պարգևել Կրասնոդարին Ախմատի դեմ խաղում, 14 գոլով դառնալով թիմի պատմության մեջ ամենաշատ հաջողված 11 մետրանոց իրացրած ֆուտբոլիստը։ Դրվագներից մեկում էլ Սպերցյանը փորձեց Ալյա Մարադոնա ձեռքով գոլ խփել։ Էն էլ նկատեցին։ Նիֆարտանու։ Դե իսկ հաջորդ խաղում Սպերցյանը գեղեցիկ գոլով աչքի ընկավ Մախաչկալայի Դինամոյի հետ հաղթական արտագնադիմակայությունում։ Առաջնության ավարտից 4 տուր առաջ առաջատար Կրասնոդարը 4 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող Զենիթին։ Շատ լավ է, Էդիկ ջան։ Մի անչափ ցավալի վառի պատմություն Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Բարսելոնան եւ Ինտերը 3-ական գոլ փոխանակեցին Կատալոնիայում։ Խաղի վերջնամասում աչքի ընկավ երկու թիմերի կազմում ամենաշատ մոտ 12 կիլոմետր տարածություն հաղթահարած Հենրիխ Մխիթարյանը, սակայն հայ մաեստրոյի հաղթական գոլը չեղարկվեց անհավանական սանտիմետրանոց օֆսայդի հետևանքով։ Թեբա խաղակոշիկի չափսն էր մի փոքր ավելի մեծ։ Ցավալի դրվագը մի փոքր մեղմելու մտադրությամբ ձեզ համար ինտերյան մրցույթ են կազմակերպել։ Հաղթողը կստանա Ինտերի ֆանշոփի անակնկալ մրցանակներից մեկը։ Մանրամասներն այս թողարկման YouTube-յան մեկնաբանություններում։ Մասնակցիր եւ հաղթիր։ Վահան Բիչախչյանը դարձավ Լեհաստանի գավաթակիր, նվաճելով կարիերայում առաջին տիտղոսն արտերկրում։ Եզրափակչում Լեգիան 4-3 հաշվով հաղթեց հայ կիսապաշտպանին նախկին թիմին՝ Պոգոնին։ Մինչ այդ Վահանը հաղթական ասիստի հեղինակ էր դարձել Լեխիայի հետ առաջնության խաղում։ Արթուր Սերոփյանը Շերիֆի կազում գեղեցիկ գոլով է աչքի ընկել Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի Զիմբրուի հետ արտագնախաղում։ Դե իսկ հետո Mailan de mână cu zâul acasă. Centrarea lui Grigorian, Aribengo! Նարեկ Գրիգորյանը փայլում է լեգենդար Գեորգի Հաջիի թիմում՝ Ֆարոլում։ Կլուժի հետ Ռումինիայի գավաթի խաղում Հայաստանի հավաքականի վինգերը թիմակցի հետ միասին տպավորիչ գոլասո է արարել։ Շարունակում են ուրախացնել նաև մեր երիտասարդ պաշտպանները։ Նախորդ խաղերում հենակետային կիսապաշտպանի դիրքում հանդես եկած Գեորգի Հարությունյանը ասիստի հեղինակ է դարձել հունգարական Պուշկաշ ակադեմիայի կազմում։ Ստյոպա Մկրտչյանը Օսիեկի կազում 4-րդ անընդմեջ ամբողջական հանդիպումն է անցկացնում, որոնցից երկուսում խորվաթական ակումբը 4 հաղթանակներ է տարել Պրեմիեր լիգայի առաջատարների նկատմամբ։ Հետերում կորներն են։ Կինոդարանը նոր որակյալ նախագիծ է պատրաստել հայ կինոմանների համար, ավարտելով 11 սերիալի նկարահանումները։ 1 հոգի 11 ճակատագիր։ 12 մասանոց նոր սերիալում կյանքի դարը փորձությունների եւ զարգացումների հետ համադրվել է սպորտը, որը կարող է ճակատագրեր փոխել։ Մարզիչ Սոս Ջանիբեկյանը ցույց կտա փրկության ուղին։ Դիտեք մայիսից միայն կինոդարանում։ Թե շարունակում խոստանում Նոային
Այո, վտանգավոր պահ է մրցակցի տուգանային հրապարակում ընկավ դրամեն, մրցավար թույլ է տալիս շարունակել եւ Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դիմակայություններն իրոք անցան թեժ պայքարում։ Նոայի եւ Վանի միջև առաջին խաղում պայքարը անչափ լարված էր։ Վառով կարմիր քարտ Արսեն Բեգլարյանին, երկու թիմերի մասնակցությամբ հրմշտոց, 2-0 թվային առավելությամբ երկրորդ խաղակեսն անցկացրած Նոայի օգտին։ Այսպես փորձառու թիմի պես պահպանի իր առավելությունը Վարայոլա Լևոն Վարդանյան։ Պատասխան խաղում Վահե Գևորգյանի գլխավորած Վանը իսկական կռիվ տվեց, սակայն կարողացավ միայն 1 գոլ խփել։ Խաղի վերջնամասում փոխարինման մտած Լևոն Վարդանյանի գոլը բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար։ Արարատ Արմենիան առաջին խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Փյունիկի դարպասը եւ թվում էր, թե հարմարավետ առավելությամբ մոտեցավ երկրորդ հանդիպմանը։ Վտանգավոր է եւ դասմետ մրցավարից վերջապես մոտեցավ Ուբիսի գնդակը դարպասում է 2-0 Արարատ Արմենիան 2 գնդակի առավելություն ունի։ Սակայն երկրորդ խաղում Փյունիկը կարողացավ քամբեք իրականացնել, հաղթել 2-0 հաշվով եւ դիմակայությունը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Եվ գնդակը դարպասում է Անտոն Բրատկով Փյունիկը 1 գոլ հետ է բերում։ Վտանգավոր է գոլ 2-0 Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնված Արարատ Արմենիանի վերջո դուրս եկավ եզրափակիչ, որտեղ անչափ ուշագրավ դիմակայությունում մայիսի 13-ին կհանդիպի Նոային։ Իսկ հիմա եկավ առաջնության բոմբաստիկ գոլերի հիթ շքերթի ժամանակը։ Պատրաստ եք, գնացինք։ Մշակելու համար Ջեսի Ակիլը արված գոլ այև ճնշումը տալիս է իր արդյունքը Սիլվա եւ տեսեք ինչ գոլի է գնացել դառնում Գոսալո Սիլվան Որպես վերջաբան մեկական սեյվ եւ զավեշտ նախ վայելեք Արարատի 22-ամյա դարպասապահ Անդրանիկ Մարտիրոսյանի փրկությունը Վիրջիլ Պինսոնի հարվածից հետո ավելացված ժամանակը Պինսոն ու բրավո Անդրանիկ Մարտիրոսյան այս է սեյվեր Հաշվարկեք ձեր սահանկումները եւ սիրեք մեր ֆուտբոլը։ Եթերում քորներներ։